44-օրյա պատերազմի առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն ու հրաժարվելն էր, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումը։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով է պատասխանել երրորդ նախագահին։ Ինչ է հետադարձ հիպոթեկը եւ ինչ է դրա տակ թաքնված։ Ցենտրալ կլինիկը նշում է իր հիմնադրման մեկամյակը։ Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում, ժամը լրատվականի գլխավոր թողարկումը։ Շուրջ 7-ամյա լռությունից հետո Հանրապետության երրորդ նախագահն է փակագծերը բացել անտիֆեյք կայքին տված հարցազրույցում։ Ի թիվս այլ հարցերի Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի սկսման պատճառներին ու դրան հաջորդած զարգացումներին։ Facebook-ում հրապարակած «Ինչպես կարող ենք կանխել 44-օրյա պատերազմը, իմ սխալը» վերնագրված տեսաուղերձով Նիկոլ Փաշինյանն է առավոտյան պատասխանել Սերժ Սարգսյանին։ Հարկավոր էր, որ Ղարաբաղի հարցի կարգավորման Հայաստանի պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցներ Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային լեգիտիմությանը, ինչը գործնականում անհնար էր, քանի որ 90-ականներից ի վեր հարցի կարգավորման հայկական եւ միջազգային պատկերացումները իրարից հեռացել էին, նշել է Փաշինյանը։ Տևական դադարից հետո Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը գրեթե 7 ժամ տևեց, ու թեև նախկին նախագահն այդ ընթացքում անդրադարձավ տարբեր օրակարգերի, այդ թվում ներքաղաքական մի շարք զարգացումների, ներկայացնելով նոր մանրամասներ, Կարմիր թելը կամ զրույցի գլխավոր թեման 44-օրյա պատերազմը դարձավ։ Հնարավոր էր արդյոք խուսափել դրանից, ինչու այն տեղի ունեցավ եւ որոնք էին դրա պատճառները։ Սերժ Սարգսյանը մեկ-մեկ թվարկում ու մեկնաբանում է։ Առաջին իհարկե բանակցային գործընթացից խուսափելն էր եւ ընդհանրապես հրաժարվելը։ Երկրորդ հանգամանքը կայանում էր նրանում, որ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը պատերազմ սկսելու։ Երրորդ նախագահն այստեղ նկատի է առնում Տավուշյան մարտերը, որից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում հայտարարեց, թե ռազմական այդ գործողությունները հօդս ցնդեցրին Բաքվի այն պնդումները, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի զինված ուժերը կարող է լուծել ընդամենը 1 օրում, ճիշտ 24 ժամվա ընթացքում։ Արդարացիչ պատճառներից մեկը դա էր։ Ադրբեջանի համար նկատի ունեմ։ Քաղաքական ու դիվանագիտական սխալներից բացի նախկին նախագահը մատնանշում է եւս մեկ հանգամանք։ Սարգսյանն ասում է դեռ 2018-ի կեսերից, այսինքն սկսած այն ժամանակահատվածից, երբ տեղի ունեցավ իշխանափոխությունը, զինված ուժերում արդեն տեսանելի էին խնդիրները։ Ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Ինչպես կարող էինք կանխել 44-օրյա պատերազմը, իմ սխալը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ Սերժ Սարգսյանի հարցազրույցի ավարտից անմիջապես հետո հրապարակած տեսանյութն այսպես է վերնագրել. հակադարձում է երրորդ նախագահին նրա մատնանշած 3 պատճառների փոխարեն մեկ հանգամանք ընդգծում. 44-օրյա ռազմական գործողությունները կանխելու համար պետք էր ընդունել, որ Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի կազմում, քանի որ ձևակերպում է Փաշինյանը, հակամարտության կարգավորման Հայաստանի պատկերացրած լեգիտիմությունն անհրաժեշտ էր համապատասխանեցնել միջազգային լեգիտիմությանը, իսկ դրանք դեռ 90-ականներից հեռացել էին իրարից։ Ես ուղեծրով իրարից հեռացել էին եւ ճեղք էր առաջացել այդ պատկերացումների միջև։ Ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18-19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել։
Նույն 2018-ի հետ կապված, սակայն Սերժ Սարգսյանը հիշում է Դուշանբեի հանդիպումը եւ չի բացառում, որ դրա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվածություններ են ձեռք բերել, որով տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքները թողել են մի կողմում, այսպես կոչված արդարության սկզբունքն առաջ բերելով։ Կարծում եմ դա արվել է Ադրբեջանի խնդրանքով, որովհետև նախկինում միշտ այդպիսի փորձեր եղել են։ Այսօր ի դեպ Բաքվում տոնում են այսպես կոչված հաղթանակի օրը։ Ադրբեջանի նախագահը մի շարք միջոցառումներ է կազմակերպել։ Դրանցից մեկի ընթացքում էլ զորահանդեսների ֆոնին Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, թե այսպես մեջբերում եմ, ակնկալում են կայուն խաղաղություն։ Ղարաբաղում հաղթանակը ոսկե տառերով է գրված թուրքական աշխարհի պատմության մեջ։ Մենք գնահատում ենք Իլհամ Ալիևի անկեղծ ջանքերը եւ ողջունում Փաշինյանի համարձակ քայլերն այդ ճանապարհին։ Իսկ վարչապետ Փաշինյանը խոստանում է մինչև տարեվերջ հրապարակել Արցախյան բանակցությունների առանցքային փաստաթղթերը, ներառյալ 2019 թվականի, դասավորել է Սքանեանում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ 44-օրյա պատերազմում զոհված Էդգարի մայրը իրականացրեց որդու չկայացած երազանքը։ Տարիներ շարունակ Վարշավով ապրած մայրն այսօր կանգնած է սեփական տան շեմին։ Որդեկորույս մոր համար տունը պարզապես պատեր ու տանիք չի, այստեղ է անթեղված նրա զոհված որդու ջերմությունը, երազանքն ու հիշատակը։ Բրունիսում գնված Արսինեի տունը խորհրդանիշն ու վկայություն է նրա, որ սիրո ուժը, նույնիսկ մահվան սահմաններից անդին կարող է իրականություն դարձնել երազանքը։ 44-օրյա պատերազմում զոհված Էդգարի մայրը տղայի երազանքների ետևից հասել է Սյունիքի մարզի Բնունիս գյուղ։ Արսինե Սահակյանը 4 տարի առաջ է թողել մայրաքաղաք Երևանն ու եկել հաստատվել այս գյուղում։ 2021 թվականին, երբ որ Facebook-յան էջս էի թերթում, պատահական տեսնում եմ ընկերուհուս լայվը Նժդեհ գյուղից, մեր գյուղից մի քանի գյուղ այն կողմա, այնտեղ դպրոցներ նկարում, քարուքանդ եղած եւ ես միանգամից տակը մեկնաբանություն թողեցի, որ այս դպրոցում մահապարտներ են սովորում, ոչ թե երեխաներ հասարակ, եւ այդպես միանգամից գրում եմ, որ ես ուզում եմ այդտեղ մի տուն գնել ու գալ ապրել այդ գյուղում։ Որդու հետ 20 տարի ապրելով Արցախ բնակարանում երազել են սահմանամերձ գյուղում մի տնակ ունենալու մասին։ Այսօր արդեն Բնունիսում ոչ միայն տուն, այլև հյուրատուն էլ ունեն։ Հայրենի տուն դարձած Բնունիս Արսինեի համար ոչ միայն բնակատեղի է, այլ նաև ապրելակերպ։ Նրա որդին Էդգար Մարգարյանը 3 ամսից տուն էր վերադառնալու, եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը։ Ծառայում էր Հադրութի շրջանում։ Սեպտեմբերի 27-ին Էդգարի ծննդյան 20-ամյակի օրն էլ սկսվել է պատերազմը։ Արսինեն որդուն երկար է փնտրել, գտել ու ճանապարհել իր հավիտենական տունը։ Ես չեմ պատկերացնում, որ ինքը չկա, որտեվ իրականում ինքը իմ մեջ է ու մենք հոգևոր կապվածություն ունենք իրար հետ։ Մենակություն չի սիրում Արսինեն, վիշտը չի մեկուսացրել նրան, ու թեև Երևանը շատ է սիրում, սակայն առանց Բնունիսի կյանք չի պատկերացնում։ Ձգում եմ միայն եռաբլուրով, անկեղծ ասեմ, եթե ես պատերազմից հետո մենակ մնայի ու ինչ որ բան չնախաձեռնեի, ինչքան վատ կլիներ ինձ համար։ Արսինե Սահակյանը հողամասում հյուրատուն է կառուցել, հանգստի համար լավագույն պայմանները ստեղծել, որտեղ հյուրերին դիմավորում, հյուրընկալում եւ պատմում է որդու մասին։ Հոգևոր կապը ավելի կարևոր է, քան այդ քարե աշխարհը, որտեվ ես միշտ ասում եմ մեր հյուրերին էլ, որ գալիս են հյուրատուն, ասում եմ Էդգարը կա, պարզապես տանը չի։ Այնպես որ դուք էլ այտենց իմացեք, որ Էդգարը կա, պարզապես տանը չի։ Ես միշտ իր հետ խոսում եմ, ինքը ինձ ուղղորդում է, ինքը ինձ ուժ է տալիս։ Բնունիսում կյանք կա, վստահեցնում է Արսինեն, ու հավատում, որ այն մի օր ավելի լավն է դառնալու։ Սակայն մի նկատառում էլ ունի, որ այս կյանքն ավելի լավը դարձնելու համար գյուղացիների դերը շատ մեծ է լինելու։ Արևիկ Աբելյան, Մայքլ Մինասյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ինչ է հետադարձ հիպոթեկը եւ ինչ է դրա տակ թաքնված։ Ցենտրալ կլինիկը նշում է իր հիմնադրման մեկամյակը։ Շարունակում ենք թողարկումը։ Այժմ կադաստրի կոմիտեի օրենսդրական նոր նախաձեռնության մասին կոմիտեն առաջարկում է Հայաստանի
Քաղաքացիական օրենսգրքում ներդնել հետադարձ հիպոթեք և կողակցի սեփականության իրավունք ինստիտուտները։ Նորամուծություններ, որոնք հնարավորություն կտան կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, գրավադրելու իրենց գույքը և դրա դիմաց ստանալու եկամուտ առանց ողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։ Հայաստանում նախատեսվում է ներդնել հետադարձ հիպոթեկի ինստիտուտը։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակ կադաստրի կոմիտեն այսպես է բացատրում. այդ ինստիտուտը հնարավորություն կտա կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, գրավադրել իրենց գույքը եւ դրա դիմաց ստանալ պարբերական եկամուտներ, առանց ամբողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։ Ավելի պարզ, այդ ինստիտուտը կարելի է անվանել ապրուստի միջոց ծերերի համար։ Ապրուստի միջոց այսպես ծրագիր է ինքը, որ այսպես ինքը բնակարանը կոպիտ ասած կտակում է այդ կազմակերպության վրա կամ անհատի վրա, այդ անհատը իրան պահում է։ Որ ինքը իմանա հստակ, որ վերջում բնակարանը իրան է մնալու, ոչ թե մեռնելուց հետո կարող է իր այսպես փորը գասի իմնագույքը հաջողություն։ Կոմիտեից հայտնում են, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում։ Այսինքն քաղաքացիները կկարողանան իրենց գույքի արժեքի հաշվին ստանալ եկամուտ, շարունակելով պահպանել սեփականության, այն օգտագործելու, բնակվելու իրավունքը։ Շատ ապրեն, քիչ ապրեն, դա այդ ռիսկ է, որ ասում եմ, այդ գործարք կնքողի ռիսկն է։ Իրանք շարունակում են իրենց բնակարանում ապրել, ուղղակի ոնց որ մահվանից հետո որ բնակարանը մնալու է այդ մարդը։ Ինչպես բոլոր նոր համակարգերի կամ օրենսդրական փոփոխությունների դեպքում, այստեղ եւս ըստ մասնագետների կարող են ռիսկերի հայտ գալ։ Դրա համար պետք է այստեղ ինստիտուտներ լինեն, որոնք կայացած լինեն եւ այդ խնդիրը լուծեն, պատրաստ լինեն այդ դրա տակ մտնեն։ Հիմա այդ ինստիտուտները այդպիսի կան Հայաստանում, պատրաստ են դրա տակ մտնեն, թե ոչ, դա չեմ կարող ասեմ, էլի։ Ուղղակի դաշտը ոնց որ արվում է բանավոր համաձայնությունների միջոցով, հիմա դա նաև իրավական կարող է ձևակերպում տալ։ Կոմիտեն հայտնում է, թե նախագիծը սահմանում է էական երաշխիքներ, այսինքն այդ հետադարձ հիպոթեկի տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել տվյալ պահին գործող հիպոթեկային վարկերի նվազագույն տարեկան տոկոսադրույքը։ Գույքը պարտադիր ապահովագրվում է, կատարվում են հարկային պարտավորությունները, հատուկ մեխանիզմների միջոցով պահպանվում է գույքի բարեկարգումը։ Գրավատուի կամ նրա իրավահաջորդների պարտավորությունները չեն կարող գերազանցել գույքի իրացումից ստացած գումարի չափը, սահմանվում է նախնական խորհրդատվության պարտադիր պահանջ ֆինանսական եւ իրավական ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Նախագծի հեղինակները նշում են նաև, որ այդ ինստիտուտները լայնորեն կիրառվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, ապահովելով սեփականության իրավունքի լիարժեք իրացում, ֆինանսական գործիքների ընդլայնում եւ քաղաքացիների համար ստեղծում են իրենց գույքի արժեքը կայուն եկամուտի վերածելու նոր հնարավորություն։ Մասնագետները թերահավատ են, իսկ եթե Հայաստանում պայմանագրի կետերը լիարժեք չկատարվեն, պատասխանատվության ինչ միջոցներ են կիրառվելու։ Չստացվի այնպես, որ ծերերն ընկնեն դատարանի դռները ու երկար ժամանակ հայտնվեն քաշքշուկների մեջ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ցենտրալ կլինիկում յուրաքանչյուր բժիշկ հավատարիմ է Հիպոկրատի երդմանը։ Ուղիղ 1 տարի առաջ բացված բժշկական կենտրոնում կարևորում են ոչ միայն հիվանդությունների ճիշտ ժամանակին հայտնաբերումն ու ախտանիշների չեզոքացումը, այլև յուրաքանչյուր անձի հանդեպ դրսևորվող անհատական մոտեցումը։ Այսօր նշվում էր բժշկական կենտրոնի հիմնադրման մեկամյակը։ Ցենտրալ կլինիկը տոնում է գործունեության մեկամյակը։ Ուղիղ 1 տարի առաջ բժշկական այս կենտրոնն իր հյուրընկալ դռները բացեց բուժառուների առաջ, ստեղծելով աջակցող ու առողջ միջավայր։ Այսօր արդեն իր որակյալ ծառայություններով, հոգատար վերաբերմունքով ու արդյունավետ բուժօգնությամբ կլինիկան հասցրել է դառնալ վստահելի առողջապահական կենտրոն։ Կլինիկան բազմապրոֆիլ է, մենք ունենք թե ամբուլատոր, թե ստացիոնար բաժանմունք, կատարում ենք թե վիրահատություններ եւ նաեւ ունենք ամբուլատոր հատված։ 1 տարի առաջ այս կլինիկայում ես իրականացրել եմ կլինիկայի առաջին վիրահատությունը, ռինոպլաստիկան։ Ցենտրալ կլինիկում նորարարական մոտեցումները համադրվում են բարձրակարգ բժշկական տեխնոլոգիաների ու մարդկային ջերմ վերաբերմունքի հետ։ Հենց պացիենտներն են փաստում, բանիմաց մասնագետների թիմը մշտապես առաջնորդվում է հիվանդների նկատմամբ բարձր պատասխանատվությամբ։ Ունեցել եմ քթի բարդ վիրահատություն եւ ես շատ շնորհակալ եմ բոլոր կոլեկտիվից, որ ինձ տվեցին լիարժեք շնչառություն։ Այս կլինիկան
կամ չկա այնպիսի բժիշկ, որ պացիենտի հետ չունենա լավագույն մոտեցումները։ Միջոցառմանը ներկա են կենտրոնի արդեն հարազատ դարձած պացիենտները, բժշկական անձնակազմը, գործընկերներն ու հատուկ հյուրերը։ Մթնոլորտը հագեցած էր ջերմ ու շնորհակալական խոսքերով, պատմություններով անցած ճանապարհի, հաղթահարած դժվարությունների եւ ձեռքբերումների մասին։ Մեր նպատակը Հայաստանում մի քիչ փոխել բժշկական ծառայությունների ընկալումը եւ ցույց տալ, որ բուժումը կարող է լինել նաեւ շատ հաճելի, հոգատար եւ իհարկե բարձրակարգ։ Ամփոփելով արդյունավետ աշխատանքի ու վստահության նվաճման ուղին, կենտրոնի մասնագետներն ընդգծում են, այս մեկ տարին դարձել է կայացման, առաջընթացի ու անընդմեջ զարգացման շրջան։ Հավատարիմ իր առաքելությանը Ցենտրալ կլինիկը շարունակաբար ընդլայնում է ծառայությունների շրջանակը, միաժամանակ պահպանելով այն արժեքները, որոնց վրա խարիսխված է իր հաջողությունը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամ լրատվական։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։